Բարև ձեզ սիրելիներս, այսօր պատրաստում ենք պասուց տոլմա, մեզ անհրաժեշտ է մոտավորապես 3 գլուխ սոխ, լավ առատ զեյթի մեջ պետք է տապակենք, մի բուջուրել կարող։ Մեզ անհրաժեշտ է խաշած սիսեռ, ոսպ, աղացած ծավար, բլղուր, լոբի խաշած, ամեն մեկը մեզ անհրաժեշտ են 4 կանաչիներ, Citrон, ռեհան, սիրենվի և կանաչ ռեհան, ըստ ձեր ցանկության նաև տրորում ենք, որպեսզի լավ փշրվեն։ Համեմունքներից մեզ անհրաժեշտ է մոտավորապես 1 ճաշիկ թավսև պղպեղ, կարմիր պղպեղ, աղ և վրացական չոր աջիկա, ըստ ձեր ցանկության, կարող եք օգտագործենք նաև մի փոքր կծու բիբար, ինքը ավելի հատիկավոր է, եթե սիրում եք ավելացրեք, եթե ոչ կարող եք չավելացնել։ Ավելացնում ենք նաև տոմատի մածուկ, իմ պատրաստածն է, ճիշտն ասած, լրիվ արդար, տնական, մոտավորապես 3 ճաշիկ թալ եմ ավելացնում ենք սոխառածը, ճիշտն ասած իմ մոտ զեյթը ոնց որ մի փոքր շատ ստացվեց, էլ կարագ չավելացրեցի, դուք նայեք, եթե կզգաք կարիք կա, ավելացրեք։ Հիմա կփորձեմ խառնել իրար ամբողջը և ընթացքում կհասկանամ աղի կարիք կա, չկա, ինչն է ավել, ինչն է պակաս։ Մոտավորապես ստացվեց այսպես, աղը ինձ թվում է նորմալ է, կթողենք ընդհանուր համերը, կներեք համերը խառնվեն իրար, ամանի մեջ լցնում ենք ջուր, մի փոքր աղ և կաղամբը դնում ենք մեջը, ոնց որ տոլմայի ժամանակ եք անում, ինձ թվում է բարդ ոչինչ չկա, հերթով այսպես մի քանի հատ թփերից կաղամբի դնում ենք կաթսայի տակը, դնում ենք, որպեսզի էրթելուց ինքը չկպնի, կպնելուց սիրելիներս մոտավորապես այս տիպի, ես մի քիչ փոքր եմ փաթաթում, որտեղ իմ կաղամբերը այդքան մեծ չեն, այսպես թվում փաթաթեցինք, վերջացրեցինք, մոտավորապես 3 ճաշիկ թալ տոմատ եմ լցրել, դրան կես բանգ ջուր եմ լցրել, կես միլի,